Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր հինգշաբթի է, մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, անցած շաբաթ իմ հաղորդումները ուղղակի մի քանի օր ուշացումով են հեռարձակվել, կախված Տիկին Լուսիայի տղայի այդ միջադեպի հետ։ Ես ուղղակի որոշեցի, որ մի քանի օր ելույթ չեմ ունենալու, հարգելով նրա տղայի հիշատակը։ Եվ սիրելի հետևորդներ, ապրիլ ամսվա համար կանխատեսումներ եմ կատարել, ճիշտ է նկարահանումը կար, բայց երկուշաբթի օրը հեռարձակեցինք ամբողջ ամսվա համար, ապրիլի համար, ես ներկայացրել եմ դրական օրերը, այդ օրերը ուղղակի կարող եք դիտել, դիտարկել և ըստ ձեր ցանկության այդ օրերին կատարել գործերը։ Եթե օրը, ես նշում եմ, որ օրը բարենպաստ է ընտանեկան խնջույքների համար, Լուսինը խեցգետ մեր, եթե շատ կարևոր գործ ունեք, հենց այդ օրն կարող եք անել։ Նույնը, եթե նշում եմ օրը բարենպաստ է ֆինանսական գնումների համար, այդ օրը կարող եք ձեր ամուսնությունը նաև գնացել, որտեղ հնարավոր է լինում, որ Լուսինը ցուլում է, դրական դիրքեր է ունենում, իսկ այդ օրվա գրանցած ամուսնությունը կարող է նաև ունենալ նյութական, այդպես դրական ֆոն։ Սիրելի հետևորդներ, նաև խնդրեմ այս նամակները 3 նամակ, երբեմն շփոթում ենք, առաջ հետ ենք դնում 3 նամակ, 3-ն էլ ստացել եմ երեխաների հետ կապված։ Շնորհակալ եմ ձեզ նախ այդ նամակների համար, հետադարձ կապի համար։ Ես այսպես նայում եմ, որ 2020 թվականից ես ուղղակի արդեն հանրային մեծ լսարանում գործունեություն ծավալում եւ այն ժամանակվանից արդեն մոտավորապես 5 տարի ինձ հետևում են տարբեր երկրներում։ Շնորհակալ եմ նաև ձեզ, որ հետևում եք եւ նաև ուրախ եմ, որ իմ կանխատեսումները եւ իմ հաղորդումները թեթևացնում են ձեր հոգսերը, դուք կարողանում եք օգտվել այդ տիեզերական, այդ մոլորակային դրական դիրքերի հնարավորություններից։ Եվ արդեն ես տարուկես աստղաբանություն չէի դասավանդում, մենք արդեն նոր թիմ ունենք, շատ հետաքրքիր է, նոր ենք սկսել։ Ես երբեք չեմ մոռանա իմ այն աշակերտներին, որոնք 21 թվականին ուղղակի իմ մեջքին կանգնած են եւ բարդ մոլորակային դիրքերի արդյունքում եղան խնդիրներ եւ իմ կյանքում դեպքեր, ես նրանց այդ մասին ասել էի եւ նրանք ապշահար էին, հենց խմբում ասել էի, որ մոտ ժամանակներում ինձ համար բարդ իրավիճակներ են, հուսամ, որ ուղղակի կենթանի կմնամ։ Եղավ այնինչ եղավ, կյանքի մի ճգնաժամային փուլ էլ ես հաղթահարեցի, բայց այդ ժամանակահատվածում ինչ էր հետաքրքիր, որ այս հարթակում երևի 4-5 հոգի ենք, որից 2-ը ուղղակի որոշեցին իրարից անկախ թե իրար հետ համենայն դեպս մեկը մյուսին, այսպես ինչպես է լինում, չէ, ֆուտբոլում մեկը մյուսին պաս են տալիս, հանրային հարթակում ինձ անվանական մեղադրանքներ, վիրավորանքներ հղեցին եւ ինչ պետք է անեմ, դրանից հետո ավելի լայն այդպես ընթացք ստացավ, տեղից վեր կացող դուրս էր գալիս, թե մեկը ասում էր երազիս եմ տեսել Գայանեն կանխատեսում ես գողացել է, մյուսը ասում էր Facebook-ով Գայանե Սարգսյանը վատ կոմենտներ է գրում, թե այս իշխանությունը չի հեռանալու։ Հարգելիներս, Գայանեն երբեք ոչ մի իշխանական թևի չի հարել եւ չեմ էլ հարելու, հները, նորերը, դուք այն բոլոր վատ մեկնաբանություններ գրողները գնացեք իմ կյանքից հեռու, ես չեմ ուզում զբաղվել նրանցից ոչ մեկով եւ չեմ էլ լինելու ոչ մի թևի այդ ջատագովը։ Յուրաքանչյուրը իր կարման ունի եւ իր բաժին ունի եւ եթե դուք աստղաբանությունից հասկանում եք եւ բոլորս էլ հասկանում ենք, եթե այս հարթակում ենք, ամեն մեկն իր գործն է անում, բայց չունենալով հանրային լսարան, պարսավել ինչ-որ մեկին, որ գողացել է կանխատեսումները, քարտեզը, աստղաբանական քարտեզը, սիրելիներիս, ես արդեն 10, եթե 5 տարի 2020 թվականից ես YouTube-ում եմ, ապա դրանից 1 տասնյակ տարի առաջ հաստատ ես արդեն զբաղվում եմ աստղաբանությամբ եւ դրա մասին գրված են իմ հաղորդման մեկնաբանություններում։ Պրոֆեսիոնալ կրթություն մի քիչ ավելի ուշ եմ ստացել, բայց ես դիպլոմավորված եւ սերտիֆիկացված աստղաբան եմ եւ նաեւ ունեմ հոգեբանական բազային կրթություն 7 տարվա կրթություն։ Սա ասեմ այն մարդկանց համար, որտեղ ես երբ որ կարդացի մեկնաբանությունները, այնտեղ գրեցին, որ նոր ենք ճանաչում ձեզ եւ վերջերս ենք դիտում։
Եվ սիրելի հետևորդներ, այդ տիկին Լուսիայի տղայի դեպքի հետ կապված շատ վրդոված, տեսնելով նրա վիճակը, լսելով համացանցում մեկնաբանություններ, որ նա պատժվել է, որ նա բոմժի կարգավիճակում է, եւ միայն այդ ցավը զգացողը կարող էր արտահայտել, եւ դա ինքնաբուխ էր իմ կողմից, որ նա բոմժի կարգավիճակում չի ապրում, հարազատներով շրջապատված է, եւ ինչ որ մեկը այս հարթակում գրել էր, որ նա անիծվեց, որ նա պատասխան է տալիս իր արածների համար, այդ հարթակում տիկին Լուսիայի մասին խոսելիս, այո, ես անդրադառնում եմ այն անձին, որը տարիներ շարունակ արդեն 2021 թվականից պարբերաբար բոլորի մասին եթերներ է հանում, հիմա արդեն անվանական չի անում, այդ վիդեոն նա ջնջել է, որի համար դատարան պիտի պատասխան տար եւ նորից հայտարարել է, որ ինքը դատը շահել է, դա իրեն եմ թողնում, եթե այստեղ մարդկությանը նա ասեց, վերևում Սատուրն է եւ հենց այս պահին ինքը գտնվում է Սատուրնի անցումային ամենաբարդ փուլերից մեկում եւ հենց այն իրավիճակը, որը տեղի ունեցավ, որը ինքնաբուխ էր իմ կողմից եւ ես որոշ փակագծեր բացեցի, որի մասին ընդհանրապես ես ոչ միտեղ չեմ խոսել, բայց Հարությանը այդ ամենը հայտնի է, նրա մասին որոշ փակագծեր բացելով եւ հորդորելով, որ հեռու մնա այս հարթակից, որ ոչ ոքի անվան հետ չխաղա, եւ այդ հարթակում ես տեսնում եմ ինչ-որ մեկնաբանություն, որը իմ դեմ էր արված, որ պատասխան ես տալու քո ասածների համար։ Եվ հենց այս հաղորդումը, որ ես որոշեցի նկարահանել, հենց այդ մեկնաբանությունից ելնելով, այն անձինք, այն հետևորդները, որոնք հրահրում են, որոնք կանգնած են այդ անձի կողքին, վատ մեկնաբանություններ են գրում իմ հասցեին, իմացեք, որ դուք ուղղակի նրան չեք օգնում, դուք օգնում եք, որ նա կրկին ծանրաբեռնի իր կառման։ Եվ հասկանալով այդ մեկնաբանության լրջությունը, թե ով էր գրել եւ ում կողմից էր ուղղորդված, ես որոշել եմ դիմել փաստաբանական խմբին, որպեսզի մենք ունենանք համապատասխան միջոցները, այդպիսի իրավիճակ լինելու դեպքում դիմենք օրենքին պաշտպանելու իմ եւ իմ մտերիմների շահերը եւ կյանքը։ Յուրաքանչյուր խոսք, բառ, կախված դրանից, թե տարիքային այն հասուն տարիքում չեմ գտնվում, այսպես ասեմ 70-80, բայց ասեմ, որ անհրաժեշտ խոհեմություն է ինձ մոտ կար եւ ես որոշեցի գնալ, նախ մեկնաբանությունը ինձ ուղարկել էր իմ հետևորդներից մեկը եւ գնալ այդ մեկնաբանության ետևից հասկանալ ինչ կարող է լինել եւ ինչ է թաքնված, քանի որ իմ հանդեպ շանտաժ պարունակող այդ մեկնաբանություն գրող կինը եւ դրանք մի քանի հոգի են, բայց նա փաստորեն ճանապարհ բացեց, որպեսզի ես մտածեմ այդ ուղղությամբ եւ եզրահանգման գամ, որովհետեւ նրա այն մյուս աստղաբանի, եթե իհարկե նա որոշել է, որ պետք է դառնա աստղաբան եւ Հարությանը լուսաբանի աստղաբանական կանխատեսումներ, այլ ոչ թե այլ բաներ, դիտարկելով նրա քարտեզը, ելնելով էթիկայի կանոններից չեմ հրապարակում, բայց ասեմ, որ չկա մի անձ, որի ծննդյան տվյալները ժամն ու րոպեն ես չունենամ, որովհետև ունենալով հանրային մեծ ճանաչում, ես շփվում եմ տարբեր խավի եւ տարբեր անձանց հետ, որոնք նաև մտերիմ հարաբերություններ ունեն ինձ հետ եւ մնացած մարդկանց հետ, նրանք վստահելով ինձ տվել են նաև նկարագրել են ժամը եւ նաև ունենալով համապատասխան մասնագիտական այդ հմտություններ ես գտել եմ, հասկանալով, որ այդ կինը այս պահին գտնվում է 59-60 տարեկան Սատուրնի անցումային շրջափուլերում եւ հենց իր ծննդյան օրերի մոտակայքում եւ նաեւ խավարումների մոտակայքում այդպիսի միանգամից բուրըն արձագանք ստացավ իր հասցեին եւ միայն ես չեմ, նաեւ այդ օրերին համացանցում տարածվեց մի տեսանյութ Facebook-ում, դա մոգությամբ զբաղվող ինչ-որ մի մարդ էր, որը հանրայնացրել էր այն վիդեոն, որտեղ իր մասին տվյալ կինը կրկին բամբասանքներ եւ հերյուրանքներ են տարածել, ըստ այդ վիդեոյի այդ տղամարդը զբաղվում է սատանայական գործունեությամբ, ըստ այդ տղամարդու նա մոգությամբ է զբաղվում, ես չեմ հետաքրքրել, չգիտեմ, չեմ եղել ոչ մեկի այդ տղամարդու ոչ դասընթացներին, չեմ կարող ոչինչ ասել եւ հակառակը պնդել եւ մյուս ասել, այդ մարդը ասում է նա թաքթագիտությամբ է զբաղվում, իսկ ես չունեմ գիտելիքներ այդ առումով
եւ ինչ է տեղի ունեցել, այո, համացանցում այդ անձը տեղադրեց, դա ուղղակի գեղեցիկ չէր, բայց եղավ այն ինչ եղավ, որտեղ ժամանակին այդ տղամարդը պարսավանքի եւ հերյուրանքի էր արժանացել տվյալ աստղաբանի կողմից։ Ասելիքս ինչ է, Սև լուսինը կարիճի կենդանակերպում այն պարբերաբար կարող է բարդ իրավիճակները բերել մեր կյանք, Սև լուսինը դա դավադրությունն է, դավաճանությունն է, կարիճը դա բարդ նշանն է, ճգնաժամերն են, գումարներն են, հանրային գումարներն են, ուստի եթե կլսես ինձ, չիմանաս թե խաղաղության աղաղվն ու դեր եմ կատարում կամ ես ստանձնել եմ Սատուրնի դերը, ոչ, հասկանալով քո քարտեզը եւ ասեմ, որ ընդհանրապես վերջին 2-3 տարում այն 1-2 դեպքից հետո, երբ որ անձնական վիրավորանքներ ես հղել իմ հանդեպ, ես երդվում եմ, որ չեմ դիտել քո հաղորդումները, բայց ունենալով քո անձնային տվյալները, այսպես կասեմ, եթե կորոշես գնալ լույսի ճանապարհով, այնինչ սպիտակ լուսին է տալիս ջրհոսում քո քարտեզում, ապա կտարածես լույսն ու աստղաբանությունը։ Եթե որոշես գնալ Սև լուսնի ճանապարհով, իջնող հանգույցը կարիճում բարձրացողը ցուլում, իջնողը կարիճում 7-րդ տանը։ Ի վերջո քո զարգացումը տեղի ունենալու ցուլի միջոցով, իսկ ցուլը դա ես եմ։ Որոշիր փոխել կյանքը, թող այս ամենը, որովհետև այդ մեծ կիսաքառակուսի դիրքավորումը, որը ընդգրկում է Ուրան, Պլուտոն, Սատուրն, Արև, Յուպիտեր, դրանք 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ տների մոլորակներն են։ Ի վերջո այդ մոլորակները Արևը եւ Սատուրնը նրան գտնվում են 12-րդ տանը, եթե ոչ կուսպիդի վրա։ Եվ հենց տրանզիտներով Սատուրնը, որը 59 տարեկանում բերում է նոր ճգնաժամեր, իմացիր, որ այս ժամանակահատվածը շատ կարևոր է լինելու քեզ համար։ Եթե որոշես գնաս լույսի ճանապարհով, մեկուսացված, բայց հանգիստ աշխատելով, ապա կարող ես շահել։ Իսկ եթե որոշես գնաս Սև լուսնի ճանապարհով, իջնող հանգույցը կարիճում վնասես քո գոլեգաներին, կարիճը դա էներգա ինֆորմացիոն, այդ դաշտն է, դա սև բունկությունն է եւ ընդհանրապես ճգնաժամները։ Եթե որոշես նույնիսկ վնասել նրանց ֆիզիկապես, իմացի, որ հաշվեհարդարը դատաստանը ահավոր է լինելու, որովհետև այն անձինք, որոնք ծնվել են որոնց մոլորակները այնտեղ Ուրանն է կարիճում գտնվում եւ նաեւ 1983 թվականի նոյեմբերից մինչև 1995 թվականի նոյեմբեր այդ ժամանակահատվածում ծնվածները, որոնք դու քեզ թշնամի ես համարում, իմացիր, եթե դու նրանց վնասես, քո համար մի ճանապարհ ես հարթում, այդ ճանապարհը մեկուսացումն է, դա կարող է ներ, քանի որ 12-րդ տանը նաև այդ ձկների կենդանակերպն է ակտիվ, դու ուղղակի գնում ես մեկուսացման, երկու ճանապարհ ունես, կամ լույսին պետք է ընտրես, կամ ուղղակի գնաս այն ճանապարհով, որը տիեզերքը չի ցանկամ, որը կարող է լինել կործանարար եւ քո եւ շրջապատի եւ լսարանի համար։ Եվ հավելեմ, որ ես երբեք չեմ ուրախացել ոչ ոքի դժբախտություններով, եւ երբ որ ինչ-որ մեկի մասին խոսել եմ, երբեք անուն չեմ հրապարակել, ես թողել եմ լսարանի վրա, եթե նրանք համացանցում կգտնեն այնպիսի մեկին, որը կունենա այն որակները, որոնք որ ես նկարագրել եմ հենց Տիկին Լուսիայի հաղորդման ժամանակ, ուրեմն նրանք կճանաչեն այդ անձին։ Ես այդ մեղքը երբեք չեմ գործել, ես չեմ գողացել, ես մարդկանց հասցեին անվանական ոչինչ չեմ գրել, որի համար հիմա խուսափում եմ պատասխան տալ, ես սպասում եմ այդ նամակներին, որոնք պետք է ներկայացվեն համապատասխան մարմիններին, եթե իհարկե ես եմ գրել, եթե այդպիսի բան լինի, ես սպասում եմ արդարության վերականգնանը եւ կրկին նշում եմ, որ ես երբեք չեմ հանրայնացրել ոչ մեկի անունը, ես չարի համար գործիք չեմ դարել, մնացածը թողնում եմ ձեզ սիրելի հետևորդներ, նաև նրանց, ովքեր չարությամբ են լցված իմ հանդեպ, եւ նաև այն հետևորդները, որը այս պահին լսում են եւ կփորձեն այսպես մեկնաբանություններ հղել ցենզուրայից դուրս եկեք այս հարթակից, այս հաղորդումը նկարահանվել է անհրաժեշտությունից ելներով, որտեղ այդ ամենը տեղի է ունենում Սև լուսնի ուղեկցությամբ, իսկ Սև լուսինը հենց ամսի 27-ից մարտի 27-ից հենց այսօր մուտք է գործում Կարիճի կենդանակերպ եւ այնտեղ է լինելու մինչ 2025 թվականի
դեկտեմբերի 19 սիրելի հայրենակից փորձենք լինել ուշադիր, գիտեմ, որ երբեմն չի լինում խուսափել տիեզերական բարդ մոլորակային դիրքավորումներից, որովհետև այնտեղ հզոր էներգիաներ են, իսկ մարդը չի կարողանում դուրս գալ անձին դեմ հանդիման, իր վատ որակները ուղղակի ցույց չդնել։ Եվ այսպիսով, սիրելի հետևորդներ, կարիճ եւ ցուլ, այդ առանցքի համար եմ ուզում խոսել։ Կարիճների համար առաջին տունն է ցուլերի 7-րդ տունը։ Կարիճները կարող են զբաղվել ինքնավնասմամբ։ Ուշադիր եղեք, մանավանդ մինչ ապրիլի 7-ը Մերկուրին նահանջող է, իսկ դա կարող է ձեզ ստիպել ներգրավել բարդ գործերի մեջ, սև լուսինը կարիճում, դրանք կոռուպցիոն սխեմարներն են, Մերկուրին ձկներում արդեն իսկ խոյից ձուկ է անցնում, նա ուղղակի տրիգոն դիրքավորումը ձեզ կարող է տանել զարտուղի ճանապարհներով գումարներ վաստակելուն։ Սիրելի կարիճներ, ուշադիր եղեք, նաև եթե պլաստիկ վիրահատություններ պետք է անեք ձեր արտաքինի հետ կապված, ձեր անվան հետ կապված, ուղղակի պրովոկացիոն իրադարձություններ կարող են լինել, իսկ դա բոլոր այդ վիրահատությունները կարելի է ուղղակի հաշվարկել այնպիսի օրերին անել, որպեսզի սև լուսինը չգտնվի ձեր առաջին կամ 6-րդ տանը։ Ցուլերի համար վտանգավոր է, որովհետև նրանց գործընկերները, զուգընկերները, բաց թշնամիները կարող են վնասել նրան, ֆինանսական խնդիրների մեջ գցել։ Երկու դեպքում էլ եւ կարիճները եւ ցուլերը ուշադիր լինեն ֆինանսական այդ գործարքները կատարելիս, պարտքով գումարներ, տոկոսով գումարներ, այն գումարները, որոնք անաշխատ գումարներ են, քրեական հեղինակությունները, նրանցից ուշադիր եղեք, հեռու եղեք, որպեսզի խնդիրներ չստեղծեք ձեր կյանքում։ Անցնենք առաջ, սիրելի աղեղնավոր եւ երկվորյակներ, ձեր 12-րդ եւ 6-րդ տունն է։ 12-րդ տունը դա մեկուսացումն է, դա փակ տարածքներն են, սև լուսնը կարճի կենթանակերպում, ուշադիր եղեք կրկին այդ սև գործերի մեջ չմտնեք, դա սև լուսինը կարճում նույնիսկ դա կարող է լինել մոգություն, բոլոր այդ էներգո, ինֆորմացիոն, այդ կամ թաքնագիտական այդ գիտելիքներն են, այդպիսի դասընթացների եթե ներգրավեք, ուշադիր եղեք, ուղղակի չկորցնեք ձեր հոգեկան հավասարակշռությունը, ուշադիր եղեք չհայտնվեք մեկուսացման վայրերում, որոնք կարող են կապված լինել ֆինանսական մեքենայությունների հետ։ Սիրելի երկվորյակներ, ձեր 6-րդ տունն է, 6-րդ տունը աշխատանք, դա նաև առողջական վիճակն է, կարիճը, սև լուսինը կարիճում, դրանք մաշկավեներական հիվանդություն են եւ ընդհանրապես սև լուսինը կարիճում, դրանք կարիճը դա սեռական այդ եւ վերարտադրողական համակարգերն են, ուշադիր եղեք թրաֆիքինգից, սիրելի աղեղնավորը եւ ընդհանրապես բոլորը աղեղնավորները, քանի որ մեկուսացման վայրերում են, եթե արտերկիր պետք է գնաք, սիրելի աղեղնավորներ, մանրամասն ուսումնասիրեք այդ տեղանքը, որ գնալու եք, ում հետ եք գնալ, որպեսզի խնդիրների մեջ չընկնեք։ Երկվորյակների դեպքում էլ դա կարող է լինել միզասեռական օրգանների խնդիրներ, աշխատանքում խնդիրներ կարող եք ունենալ, բամբասանք, սև հաշվապահությունից ուշադիր եղեք, քանի որ 6-րդ տունը դա աշխատանքն է, հաշվապահությունն է, աշխատակիցները կարող են դավադրություն սարքել ձեր հանդեպ, գաղտնի դավադրություն կարող է լինել, զգուշացեք, որ չգողանան ձեր փողերը եւ կարիճներ, կարիճ ցուլ առանցքը եւ աղեղնավոր երկվորյակների դեպքում դրանք աշխատակիցները կարող են լինել, աղեղնավորի դեպքում ուղղակի կարող են գումարները գողանալ, իսկ դուք հնարավոր է չիմանաք, որտեղ 12-րդ տունը դա գաղտնիքների տունն է, ով տարավ, ինչպես տեղի ունեցավ, հնարավոր է չբացահայտվի այդ ամենը։ Ցուլ կարիճի դեպքերում էլ կարիճները իրենք կարող են ստեղծել այդ վիճակը, իսկ ցուլերի գոլեգաները, զուգընկեր, կողակից կարող է այդ ամենը կատարել, եթե վարկեր պետք է վերցնեն ձեր անունով, ուշադիր կարդացեք, սիրելի ցուլեր, այդ վարկերը, այդ պատմությունը, որպեսզի խնդիրների մեջ չընկնեք, ստորագրություն մի դրեք ամեն պատահած փաստաթղթի տակ։ Անցնենք առաջ այդ ծղջուր եւ խեցգետին 11-րդ եւ 5-րդ տներն է, 11-րդ տունը նպատակներն են, 5-րդ տունը դա հոբբին է, սիրելի աշխատանքն է, երեխաների հետ կապված որոշակի խնդիրներ կարող են լինել, սև ճանապարհներով չփորձեք երեխաներ ունենալ, սև ճանապարհները դա ասեմ, որ կարող է լինել թուղթ ու գիրը, այո, հնարավոր է, որ ասում են, որտեղ սև լուսինը հենց կարիճում է, բավականին ուժեղ, թող ուշադիր լինեն կարիճ, խեցգետին, այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները,
որպեսզի, այսինքն եթե այդ ամենը կատարեք, խեցգետիներին ինչու է համար եմ ասում, որովհետև նրանք կորոշեն ընտանիք կազմել կամ ընտանեկան այդ անդորրը վերականգնել, բայց սև գործերով երբեք անվտանգության կամ ներդաշնակության չեք հասնի։ Խեցգետիների 5-րդն, այո, երեխա ունենալու համար, սիրելի խեցգետիններ, դուք մի դիմեք այդպիսի միջոցների, իսկ այծեղջյուրների 11-րդն է, այծեղջյուրներին կարող են հարվածել իրենց ընկերները, համախոհները, հնարավոր է նրանց հետ ֆինանսական խնդիրներ, անհամաձայնություն լինի, ձեր ընկերները ձեզ կարող են ֆինանսական պարտավորությունների առաջ կանգնեցնել, դա 11-րդ տունն է։ Եվ ապագա պլաններում ուղղակի խնդիրներ կլինի, իսկ խեցգետինները կրկին նշում եմ, որ խուսափեք բոլոր այն սև գործերից, որոնք կապված են ձեր երեխաների հետ, ձեր սիրելիի հետ, դրանք 5-րդ տունը դա լյուբով, տворчество, լյուբովնիկ, սիրեցյալների հետ, բայց ճանապարհով դուք ուղղակի չեք վերադարձնելու ձեր սիրեցյալին կամ ձեր երեխային, փորձեք լինել ավելի կոռեկտ, սև լույսի նկարիչում այն վտանգներ է բերում, դա կարող է լինել եւ ֆիզիկական վտանգներ եւ էներգիաների կուտակման տեսքով։ Ձկներ եւ կույս այդ կենդանակերպերի համար փաստորեն 9-րդ եւ 3-րդ տանը ձկները 9-րդ տուն արտերկրում թող ուշադիր լինեն, սև լույսի նկարիչում չներգրավեն այդ ֆինանսական մեքենայությունների կոռուպցիաների մեջ, որի համար ուղղակի նրանց կարող են արտաքսել արտերկրից, 9-րդ տունն է։ Փորձեք ուշադիր լինել, եթե պետք է գնաք գործուղման արտերկիր, ապա մանրամասն այդ ֆինանսական մասով այդ ձեր պայմանագրերը կարդացեք, ուսումնասիրեք, որտեղ այնտեղ կարող են խաբել, քանի որ Մերկուրին էլ է նահանջող, այդ ամենը կարող եք կազմակերպել ապրիլի 7-ից հետո, կարդացեք, որոշեք, հետո գնացեք, որտեղ խնդիր կարող է լինել արտերկրում կամ բարձրագույն կրթության հետ կապված, եթե չեք պարապել ձեր քննությունները, ուղղակի դժվարությամբ կարող եք հանձնել կամ կտրվել, եւ հենց 9-րդ տանը դա բարձրագույն կրթությունն է, կոռուպցիայի մի գնացեք սև լույսի նկարիչում, մի կաշառեք ձեր դասախոսներին, որտեղ հնարավոր է համապատասխան մարմինները ուղղակի ձեզ կարողանան վերահսկել եւ ճակատագրական լինի։ Սիրելի կույսեր, ձեր 3-րդ տանն է, 3-րդ տունը դա ինֆորմացիան է, փոխադրամիջոցներն են, քուր հարևան, խնդիրներ կարող են լինել ձեր քրոջ, եղբոր, հարևանների հետ, մեքենայի հետ կապված, կար ճանապարհորդությունների հետ կապված ֆինանսական խնդիրների մեջ կարող եք հայտնվել, նրանք կարող են այդ ձեր հարևան, քուր, եղբայր իրեն կարող են հայտնվել այդ խնդիրների ճգնաժամերի մեջ եւ ձեզ ներքաշել այդտեղ։ Փորձեք ուշադիր լինել, գիտեմ, որ կույսերը նրանք կազմակերպված են, նրանք բավականին լուրջ են տրամադրված, հաշվարկով են, 3-րդ տունը դա խոսակցություններն են, բանակցություններն են, ուղղակի նրանք ովքեր ինֆորմացիոն դաշտում են աշխատում, բանբասանքներ կարող են տարածվել ձեր մասին, դուք ուշադիր եղեք, որպեսզի ձեր խոսքը չտարածեն համացանցում, որը կարող է ունենալ սեռական բնույթի, այդպես հայհոյանքների կոնտենտ կամ ինչ-որ մի բան, որը շատ լուրջ կարող է ազդել ձեր իմիջի վրա եւ վնասել ձեզ հանրային տիրույթում։ Եվ խոյ եւ կշեռք այդ առանցքի համար խոյերի 8-րդ տունն է, կշեռքների 2-րդ տունն է, 8-րդ տունը դա հանրային գումարներն են, սիրելի խոյեր, ուշադիր եղեք ձեր գործընկերների, զուգընկերների, այդ գումարներն են դրանք, ներդրումներն են դրանք, բանկերն են, եթե բանկերից պետք է վարկեր վերցեք, ուշադիր եղեք, ուրիշների մանավանդ ձեր զուգընկեր, գործընկերոջ համար, եթե պետք է վերցնեք, սև լույսի նկարիչում հետագայում կարող են խնդիրներ լինել, երկար մտածեք այդպիսի գործարքի գնալիս, կամ եթե դուք ինքներդ պետք է գնաք բանկերի հետ պայմանագրեր կնքեք, անպայման մանրամասն ուսումնասիրեք, ոլորտներ կան, որոնք ուղղակի ներդրումներ անելիս հնարավոր է ուղղակի արդյունավետ չլինեն, սև լույսի նկարիչում է, մեծ պարտքով գումարներ մի վերցրեք այդ ներդրումներ անելու համար, տոկոսով գումարներ մի տվեք, տոկոսով գումարներ մի վերցրեք բարձր տոկոսադրույքով, որտեղ բարդ է, 8-րդ տունը ուղղակի այն հետո խնդիրներ եւ ճգնաժամեր կարող է բերել։ Եվ ի վերջո կտակի հետ կապված ինչ-որ կարևոր գաղտնիք կարող է բացահայտվել, սիրելի խոյեր, ինչ-որ գաղտնիք կարող է բացահայտվել ժառանգության եւ կտակի հետ կապված, փորձեք լինել ավելի խոհեմ, որտեղ մոլորակները անցնում են խոյի կենդանակերպ, Նեպտունը, Սատուրնը, ավելի խորիմաստ եղեք ձեր գործողություններում,
փորձեք ավելի զգույշ լինել, որպեսզի խնդիրների առաջ չկանգնեք։ Իսկ սիրելի առույցներ, ձեր երկրորդ տանն է լինելու, երկրորդ տունը դա ֆինանսական միջոցներն է, զարտուղի ճանապարհներով գումարներ վաստակելը ուղղակի հնարավոր է ձեզ բարդ խնդիրների առաջ կանգնեցնի։ Դրանք գումարներ են, որոնք անաշխատ գումարներն են, կրկին ինչպես նշում եմ ես այստեղ եւ երկվորյակների համար եւ կշեռքների համար ուշադիր եղեք հաշվապահությունից, սև հաշվապահությունից, սև գումարներից, մեծ գումարներ կարող են գալ ձեր մոտ, սիրելի կշեռքներ, բայց հետագայում կարող են խնդիրներ լինել, քանի որ երկրորդ տունը դա ֆինանսներն են սև լույսի նկարիչում, վարկային պարտավորություններ ձեր կատարեք, մեծ գումարներ, եթե ներդրումներ կատարեք, մտածեք, ցանկալի է, որ վարկով եւ պարտքով այդ ամենը չանեք։ Եթե ձեր ֆինանսական հոսքերը նվազեն, ուշադիր եղեք, ուղղակի փորձեք սև ճանապարհներով գումարների հոսքը չապահովել։ Դա նաև կարող է լինել սև լույսի նկարիչում, դա մոգական եւ էզոթերիկ տարբեր հնարքներ են, որոնք ուղղակի ձեզ կարող է խանգարել հետագայում եւ հետագայում լուրջ ֆինանսական խնդիրներ բերել ձեզ։ Սիրելի հետևորդներ, որոշել էի այսօր հաղորդում չներկայացնել, քանի որ համացանցը շատ է, բազմազան տեղեկություն եմ հայտնել ձեզ, Արեգ TV-ում խոսել եմ սահմանային լարումների մասին, հստակորեն ասել մարտի 24-ին, հենց այդ ամենը տեղի ունենում, Իրավունք TV-ում խոսել եմ այդ խաղաղության պայմանագրի մասին, մանրամասն ներկայացրել եմ, որ ինչ-որ գաղտնիք է բացահայտվելու, Փակ TV-ում խոսել եմ եւ կենդանակերպերի մասին եւ շատ վրդովված խոսել եմ այն միջադեպի մասին, որի մասին քիչ առաջ պատմեցի։ Հուսամ, որ մեր հետևորդները նաեւ այս հարթակում գործունեություն ծավալողները կգտնվեն ավելի խոհեմ, հեռու կմնան այն բոլոր խարդավանքներից, ինչը իրենք ստեղծել են մոտավորապես այս 4-5 տարվա ընթացքում եւ մենք կկարողանանք մեր հայկական հանրույթում ձևավորել աստղաբանության հանդեպ վստահություն։ Հենց իմ գործունեության մեծ բաղադրիչն էլ դա է, որպեսզի մեր ժողովուրդը լինի տեղեկացված, քանի որ թշնամական այդ պետությունները նրանք բավականին տեղեկացված են եւ օգտագործում են բոլոր այս գիտելիքները իշահ ի նպաստ իրենց երկրի բարօրության։ Թե ինչ է կատարվում մեր երկրում, մենք տեսնում ենք այս պահին եւ այստեղ աստղաբանության այս ոլորտում եւ ընդհանուր ներսում մեր երկրի ներսում։ Հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի։ Լավ եղեք, շնորհակալ եմ, որ դիտում եք հաղորդումը, նաեւ բաժանորդագրվեք ալիքին եւ մեկնաբանություններում եղեք ակտիվ։ Մոռացա ասեմ, որ ամսի 7-ի համար ես կանխատեսումներ եմ անելու, գրեք ձեր անուն ազգանունը, նաեւ ծննդյան տվյալները, տարի, ամիս, օր, ժամը եւ րոպեն, անպայման ձեզանից մեկին ես կանեմ կանխատեսում նվիրված կանանց մեկամսյակի ավարտին։